Ողջույն սիրելի հեռուստադիտող, դուք ձեր էկրաններին կրկին տեսնում եք ինձ, նշանակում է ժամանակն է խոսելու այն կարևորի եւ գեղեցիկի մասին, ինչը մեր կյանքը դարձնում է ավելի լիարժեք։ Ես հուսով եմ, որ գարնան սպասված արևը ջերմացրել է ձեզ բոլորին եւ միասին այդ ջերմությամբ լի հիմա կվերադասավորենք մեր գարնանային զգեստապահարանը։ Ես առանձնացրել եմ գարնան համար նախատեսված նորաձևության մի քանի միտումներ, որոնք իմանալով դուք կարող եք արդեն կազմել ձեր սեփական համադրությունները, հիմքում ունենալով ձեր հագուստի տեսականին։ Հիշեցնեմ, որ Pantone ընկերությունը 2025-ի գլխավոր գույն ճանաչեց Mocha Mousse, որը շագանակագույնի շատ բաց եւ նուրբ երանգ է։ Իսկ հարակից գույներից են բաց կանաչից դեպի խաք կանաչ, որը կարող է գնալ դեպի դեղին, ռետրո կապույտ, գունաբաց գազարագույն, բաց վարդագույն, նուրբ երանգի մանուշակագույն և կատնագույն։ 2025-ի համար, ինչպես նկատեցիք, հնարավորինս բնությունից վերցված և բնական գույներ են, դե իսկ գույների մասին մեր ամբողջական թողարկումը դուք կարող եք գտնել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքում, իսկ հիմա արդեն խոսենք թրենդներից։ Եթե վերջին տարիներին մեծ տարածում ունեին oversize, լայն և ավելի հարմար հագուստը, ապա հիմա նորաձևությունը մեզ առաջարկում է էլեգանտ տարբերակները։ Իհարկե, oversize-ն այսքան շուտ չի հեռանալու, բայց առաջ է գալիս այսպես կոչված հանգիստ շքեղությունը։ Այս միտումը դուք կնկատեք ինչպես դասական, այնպես էլ սպորտային հագուստի մեջ։ Մի քիչ մեծ թվացող հուդիներին աստիճանաբար կփոխարինեն նեղ ու մարմինն ընդգծող սպորտային հագուստը։ Կարծես բոլորը ոգեշնչված լինեն առողջ ապրելակերպով և յոգայով։ Եվ հենց այստեղ շտապեմ նշել, որ իրականում ամենակարևորը մեր հարմարավետությունն է և նորաձևությունն ինքնին որևէ պարտադրող ենթատեքստ չունի։ Նախորդ տարվա վերջից իրենց դիրքերը սկսեցին ամրապնդել տարաբնույթ և հետաքրքիր օձիքները, որոնք կարող ենք համարել 2025-ի գլխավոր հիթը։ Ժանյակավոր, ասեղնագործ, մետաքսե, վիլյուրե, անգամ կաշվե և ջինսե։ Դիզայներներն առաջարկում են ամենատարբեր մոտեցումները։ Ամենատարածվածը դեռևս զգեստներն ու վերնաշապիկներն են, արտահայտիչ օձիքներով, բայց ոչ սովորական լուծումները ևս գեղեցիկ են։ Դուք կարող եք նաև չմոռանալ ամենադասական վերնաշապիկների մասին։ Նախորդ տարիներին շատ մեծ տարածում ունեցող ծաղիկ բրոշներն աստիճանաբար դուրս են գալիս նորաձևությունից, դրանց փոխարինելու են գալիս ավելի դասական, մինիմալիստական և մետաղյա տարբերակները։ Շատ լայն տաբատները և կարգո ոճը ևս իր դիրքերը զիջում է։ Եթե խոսենք կոշիկներից, ապա այս գարնան համար դուք կարող եք վերցնել հիմնականում կտորային տարբերակները, կարող է լինել վիլյուր, մետաքս և զամշ։ Գիտեմ, որ ոչ բոլորն են սիրում կտորային կոշիկները, որովհետև դրանք հիմնականում շատ դժվար է համադրելը։ Եթե ամեն դեպքում ցանկանում եք ունենալ, ապա ընտրեք ավելի նուրբ տարբերակները։ Կերպարն ամբողջացնելու համար իհարկե մեզ պետք են զարդեր։ Խոսելով դրանցից, ասեմ, որ այս տարվա համար խուսափեք մանր ուլունքներով, ծաղիկներով, վառ քարերով տարբերակներից։ Փոխարենը վերցրեք հնարավորինս բնական ու մեծ քարեր, որոնք կարող են կախված լինել մեկ թելից կամ փայտե տարբերակներ, ինչպես նաև ոսկյա, արծաթյա կամ ցանկացած բնական մետաղի գույն խոշոր զարդեր։
Եթե արդեն հագուստը պատրաստ է, զարդերն ընտրված են, ապա եկեք ընտրենք պայուսակ։ Այս տարի շատ փոքր չափսերով, քարերով, գրվածքներով պայուսակներն այդքան էլ արդիական չեն։ Ավելի նախընտրեք տարողունակ, ունիվերսալ եւ հնարավորինս արտաքնապես հանգիստ տարբերակները։ Դե իսկ վերջում ուզում եմ ասել, որ ճիշտ ընտրված հագուստը մեզ դարձնում է ավելի ինքնավստահ եւ ներկայանալի։